Սա ըստ էության փաստաբանների մասնագիտական վրիպակն է եւ նաեւ ցույց է տալի այն, թե ինչպես են վերաբերում մեր դատարանին եւ իրավական process-ին մեր օլիգարխները, այսինքն իրենք չեն հարգում դատարանը, ես չեմ ուզում կոնկրետացնել, բայց ընդհանուր տպավորությունները չեն հարգում դատարանը, հետեւաբար լինելով շատ հարուստ մարդիկ ափսոսում են գումար ծախսել լավ փաստաբաններ վարձելու վրա։ Մյուս կողմը իրեն պահում է անհարիր, խախտում է էթիկայի կանոններ, իրենց թվում է, որ դրանով ինչ-որ բանի կհասնեն, դա ծիծաղելու է։ Եվ միաժամանակ ցույց է տալի, թե օլիգարխների վերաբերմունքն է ամեն ինչի նկատմամբ ինչպիսին իրականում։ Քանի որ մշտապես երկու դատարաններում էլ երբ մենք միջնորդություն ենք ներկայացնում, մշտապես մեր միջնորդությունը չի բավարարվում, կարելի ասել, որ որևէ հույս չունենք, որ այս միջնորդությունը եւս կբավարարվի ու արգելանքը կհանվի իմ գույքի վրայից, ուղղակի մեր փաստաբանը երևի արդեն նշեց, որ անհիմն է իմ գույքի վրա արգելանք դնելը, մենք ակնկալում ենք հստակ որոշում լինի, թե ի վերջո ինչի է արգելանք դրվել իմ գույքի վրա։